Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, իմ սիրուններ, իմ ամենաբարի ջերմ բաժանորդներ ջան, հայուհիներ ջան, թող ձեր լուսաբացը սկսվի աղոթքով, ուրախ ժպիտով, լավ պահերով և լավ տրամադրությամբ։ Սիրելիներս, բոլորիս տներում արդեն զարդարված է տոնածառը, գնումներ ենք կատարում, պատրաստում ենք, եռ ու զեռի մեջ ենք, մաքրություն ենք անում, պատրաստվում ենք գալիք նոր տարին, շուտով արդեն գալիք նոր տարին էլ կտոնենք, թող այդ նոր տարին գալիք լինի առողջության, խաղաղության, մեր զինվորները անփորձանք, առողջ, խաղաղ ծառայեն, վերադառնան իրենց տուն, իմ լավ բարեկամներ, այսքանն եմ ցանկանում, առողջություն եմ ցանկանում, Աստծո օրհնությունները թող միշտ մեր օջախում լինի, մեր երեխաները ապրեն խաղաղ և ուրախ։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, եկել ենք խոհանոց, տեսնենք ինչ է պատրաստում Հարսիկը։ Պատրաստում է լավաշով մեր հայկական պիցցա։ Մեր տան մեջ միշտ ամեն օր հոգևոր երգեր ենք լսում, իմ լավ բարեկամներ, ուղղակի YouTube-ի համար արգելված է երաժշտությունը։ Մաքրած երշիկը արդեն կտրատել է և այդ կտրտածը նորից 2 կես է անում։ Բաժանում է 2 մասի։ Միշտ էլ պատրաստում եմ մեզ համար, երեխաների համար, չգիտես, որ երեխաները դրսից գնում են, չէ, չգիտես ինչ սնունդ է, ինչ երշիկ է, ինչ մսով են պատրաստում, իսկ տնականը մաքուր, անարատ, քո ձեռքի պատրաստածը, գիտես, որ երեխաները մաքուր սնունդ են ուտելու, իսկ գնվածը այդ սնունդը չի, համաձայն եք ինձ հետ, սիրելիներս։ Երշիկը կտրատեց, վերջացրեց, հիմա էլ պանիրն է քերիչով անցկացնում։ Պանիրն էլ քերիչով անցկացրեց, հիմա սկսում է հավաքել պիցցան։ Այս լավաշը խանութից է գնված, ոչ թե փուռից, այն մեր հայկական լավ բարակ լավաշներից չի, սա էլ է հայկական, բայց հատուկ պիցցաների, շաուրմաների համար հաց է, մի քիչ հաստոտ։ Հիմա տեսնենք ինչ է անում։ Տեսնում եք, սա տոմատ չէ, ցույց է տալիս, տոմատը համեմունքներով համեմված, հատուկ պիցցաների, շաուրմաների համար, շատ համեղ համեմունքներով տոմատի մածուկ է, գույնն էլ շատ մուգ է, տեսնում եք։ Հիմա այդպես լավաշը ամբողջովին կպատի այս տոմատի, համեմված տոմատի մածուկով։ Այս համեղ սոուսի վրա շարում է երշիկները։ Ավելացնում է քերած պինդ պանիր, ռասիսկի պանիրն է, 2 լավաշն էլ պետք է պատրաստի։ Հիմա հերթով կտարածի պանիրը։
Ժողովուրդ ջան, երկու տեսակի պանիր է։ Սա էլ հալվող պանիր է ավելացնում։ Հալվող պանիրով պիցցաները շատ համեղ են ստացվում։ Վերջ, հիմա սկսում է փաթաթել, վերևից իջնում է ներքև, ռուլետի նման կլորավուն է փաթաթում։ Այս մեկը պատրաստ է արդեն։ Այս մեկը, որ պատրաստ է, սկսում է մասերի բաժանել։ Մասերի բաժանված պիցցան շարում է տապակի մեջ։ Նոր հաջորդը կպատրաստի։ Արդեն պատրաստ է պիցցաները։ Մինի պիցցա կարելի է անվանել։ Երկուսն էլ պատրաստեց, արդեն տապակի մեջ շարել է, ավելացնում է պանիր։ Ավելի ճիշտ պանիրներ պետք է ավելացնի, երկու տեսակից էլ պետք է լցնի, պատկերացնում եք ինչքան համեղ կլինի, պանիրը որ շատ է լինում, ավելի համեղ է լինում։ Պիցցաները պատրաստ են արդեն, ջեռոցն էլ նախօրոք տաքացրել են 200 աստիճան վերև ներքև։ Արդեն պատրաստ է պիցցաները փոքր, շատ լավ ստացվեց, կարմրեց, պանիրն էլ հալվեց, ավելի համով կստացվի։ Ուզում եմ սիրելիներս ձեզ ցույց տամ վերջնական տեսքը փոքր պիցցաների, դե ինչ, մնում է ասել, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի դիտում։ Արդեն պիցցան համտեսեցինք, շատ համեղ էր, կոֆեն էլ խմել ենք, հարսիս հետ միասին, իսկ հիմա ուզում եմ ցույց տալ մեր պատրաստած կարալյոկի չիրը, տեսնում եք ինչքան գեղեցիկ, գույնը լավ, սևացած չի, բայց ասեմ, որ դեռ չի չորացել, չգիտեմ, կհասցնի չորանալ մինչև նոր տարի, եթե չորանա, ոչինչ, սառցախցիկում ունենք, չիրերի հետ կդնենք, ուզեցա, որ ցույց տամ ձեզ տեսքը կարալյոկի։ Սիրելի հետևորդներ ջան, սուջուխները արդեն ծանրոցի տակից հանել եմ, ծանրոցի տակ մնացել է 3 օր։ Հիմա ցույց եմ տալիս ինչ եմ անում, շորով, պետք է թաց խոնավ շորով վերևից ներքև սուջուխները իջեցնել, ոչ թե մասաժ անել, այլ այսպես սեղմելով իջեցնել, որպեսզի թաղանթը կպչի սուջուխներին։ Սիրելիներս, հիմա նորից պետք է դնեմ ծանրոցի տակ 1 օր, նոր հանեմ, կախեմ, համարյա կիսաչոր է։ Ահա այսքան ուզեցա կիսվել ձեզ հետ, հենց պատրաստ լինի այս համեղությունը, կհանդիպենք։ Հիմա այդ գործողությունը կատարելուց հետո բերել եմ նորից, տեսնում եք, սիրուն շարել ենք պրեսի տակ, վաղ արդեն կկախենք, վերջնական կչորանա։ Այստեղ էլ բաստուրման եմ առանց ձեզ, սիրելիներս, դրել ենք չամանի մեջ, տեսնում եք, գույնը նայեք, ինչ հիանալի գույն ունի։ Սիրելի հետևորդներ ջան, ձեզ ցույց տվեցի արդեն էտապ դասավորեցինք, վերջացրեցինք բոլորը, պատրաստ լինելուն նորից վերջնական արդյունքը ցույց կտամ, այդ բոլորը ցույց տալուց, դասավորելուց հետո հարցս
մեր կայծելին փոշեկուլով լավ մաքրում է, այս փոշեկուլը ավելի դեր է տանում և ամեն մի անկյուն կարող ես մաքրել, իսկ մյուս փոշեկուլը արդեն կլվանանք, համ լվանում է մյուսը, համ ավլում է, իսկ սա տեսնում եք ամեն անկյուն մտնում է։ Այստեղ էլ թթուների բացած կիսատ տարաներն են, արդեն ապուրների հետ բացում ենք և ուտում, շատ համեղ թթուներ են։ Իսկ հիմա դասավորեցինք, վերջացրեցինք հարցս, տարաների փոշիներն է վերցնում, ասեմ, որ դասավորելու կարիք էլ չկար, ուղղակի մի անգամից հատակը բոլորը մաքրեց, փոշիներն էլ վերցրեց, սա այն սենյակն է, որտեղ մենք դրված է մեր տան ջեռուցման ապարատները, սա ժամանակավոր է, երբ որ պատրաստենք այս տարաների համար հատուկ մառան, արդեն բոլորը կտեղափոխենք, տեսնում եք ինչքան լավ փայլեց, հիմա դուռը ծածկեմ, դուրս գանք այս սենյակից։ Այսօր էլ այսքանը իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, շնորհակալ եմ, որ դիտեցիք հոլովակը մինչև վերջ, շնորհակալ եմ, որ դուք այդքան ջերմ բարի եք, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, իմ լավ բարեկամներ։ Ներկայացնում եմ ձեզ թոռնիկիս նվագը, նվագում է բոլորիս համար, վայելեք սիրելի հետևորդներ ջան։